Այո, միանշանակ եւ աներկբա Հայաստանի եւ Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են իրար։ Սիրելի քաղաքացիներ, օքեյ եք մեր էներգետիկ համակարգի, այսինքն լույսի ռուբիլնիկը տալ ադրբեջանցիներին։ Ես օքեյ չեմ։ Հայաստանի եւ Ադրբեջանի էներգետիկ համակարգերի միացումը օգուտներ թե վտանգներ կբերի։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, թե խաղաղության ճանապարհով ընթացող երկու երկրների էներգետիկ համակարգերը միանշանակ միանալու են, փոխադարձ հնարավորություններ ստեղծելով թե Հայաստանի եւ թե Ադրբեջանի համար։ Թրամփի ուղով էլեկտրահաղորդման գծերի եւ գազատարի կառուցման հարցը վարչապետ Փաշինյանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել էր դեռ անցած տարվա հոկտեմբերին Կոպենհագենում։ Դեռևս սակայն հստակ չէ, թե երբ են կողմերը առարկայական քայլեր իրականացնելու այս ուղղությամբ։ Միանալու են իրար եւ փոխադարձաբար նույն պայմաններով օգտվելու են եւ արտահանման եւ ներմուծման հնարավոր պայմաններից։ Ընդդիմությունն այս ծրագրում սակայն վտանգներ է տեսնում։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի առաջնորդած «Պատիվ ունեմ» խորհրդարանական խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այսօր սա համեմատեց անգամ Հայաստանի ու Ադրբեջանի բանակները միմյանց միացնելու հետ։ Կարող է մի օր էլ բանակները միացնի։ Կարող է ասի օպտիմալ ծախսերը կազմակերպելու համար եկեք Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերը միացնենք իրար։ Մոտ նույն տրամաբանությունն է, այսինքն ես հիմա պետք է բացատրեմ ինչ ստրատեգիական կարևորություն ունի էներգետիկ համակարգը, ինչքան վտանգավոր է դա։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանի համոզմամբ վտանգներ կարող են լինել, բայց դրանք կառավարելու համար անհրաժեշտ են փոխադարձ զսպման եւ վերահսկման մեխանիզմներ։ Տնտեսագետի խոսքով Հայաստանը պետք է փորձի դիվերսիֆիկացնել իր էներգետիկ համակարգը, աշխատելով տարածաշրջանի բոլոր երկրների հետ եւ նվազեցնելով կախվածությունը Իրանից, Ռուսաստանից եւ Վրաստանից։ Բայց միաժամանակ չպետք է ամբողջությամբ կախվածության մեջ ընկնի Ադրբեջանից։ Պարսյանը հիշեցնում է, թե ինչպես էր 80-ականներին Ադրբեջանը պարբերաբար պայթեցնում Հայաստան մտնող գազատարը, էներգետիկ լուրջ հետևանքներ առաջացնելով Երևանի համար։ Այսինքն մենք միայն Ադրբեջանից գազ կամ միայն Ադրբեջանից էլեկտրաէներգիա ներկրել չպետք է իրականացնենք, մենք պետք է դիվերսիֆիկացնենք։ Այսինքն որոշակի խմբականակ եթե ձեռնտու լինի, համապատասխան պայմաններ լինի, պետք է փորձենք նաև այդ ուղղությունից ներկրենք, բայց միաժամանակ պահպանելով Վրաստանի, Իրանի ուղղությունները։ Ինչ կարող են շահել Հայաստանն ու Ադրբեջանը էներգետիկ համակարգերի միավորումից։ Սուրեն Պարսյանը հիշեցնում է, որ երկու երկրները դեռ խորհրդային տարիներից ունեին միմյանց հետ փոխկապակցված էլեկտրամատակարարման եւ գազամատակարարման համակարգեր։ Ավելին այդ տարիներին հենց Հայաստանից էր էլեկտրաէներգիա եւ գազ մատակարարվում Նախիջևան։ 90-ականներին արդեն Ղարաբաղյան առաջին պատերազմի տարիներին համակարգը դադարեց աշխատել։ Նախիջևանը կանգնեց էներգետիկ ճգնաժամի առջև եւ հետագայում սկսեց էլեկտրաէներգիա ստանալ Իրանից։ Տնտեսագետը նշում է, որ Հայաստանն այս պահին էլ էլեկտրաէներգիայի ավելցուկ ունի եւ կարող է արտահանել Ադրբեջան եւ մասնարարապես սահմանակից Նախիջևան։ Այլ հարց է, արդյոք Ադրբեջանը կցանկանա օգտվել Հայաստանի էներգետիկ համակարգից, թե թրիփ ուղով պարզապես կկառուցի էլեկտրամատակարարման գծեր Ադրբեջանից Նախիջևանին հոսանք մատակարարելով։ Ինքը միգուցե ցանկանա ուղղակի մատակարարում անի Ադրբեջան Նախիջևան թրիփի տարածքով, դա էլ է տարբերակ, բայց կարծում եմ Հայաստանը մոտ լինելով Նախիջևանին կարող է ավելի էժան գներով էլեկտրաէներգիա մատակարարել, քան Ադրբեջանը կմատակարարի։ Մինչ Երևանը հայտարարում է Հայաստանի եւ Ադրբեջանի էներգետիկ համակարգերի միավորման մասին, նախորդ տարվա վերջին Եվրամիությունը տեղեկացրեց, որ պատրաստ է աջակցել Հայաստանին էներգետիկ անվտանգությունն ու դիվերսիֆիկացիան ամրապնդելու համար։ Այդ նպատակով Եմեն Կովկասի էլեկտրահաղորդման ցանց նախագծի շրջանակում շուրջ 500 միլիոն եվրո կհատկացնի Հայաստանի էլեկտրացանցը վրացական ցանցի հետ միացնելու համար, աշխատելով նաեւ Հայաստան-Թուրքիա էլեկտրացանցի վրա։